Ողջույն ձեզ, պարոն Սիմոնյան։ Հակի կարճ, կարճ կարելի է։ Ես մենք դեպուտատիվը որ առաջ եղելած երկու սակցությունից հիմա որ դուրս է եկել, ասես Չկազում կանչ չկա։ Իրեն լկտի խոսակցության համար ոչ։ Որտեղ օրենքը օրենքը ցույց չի տալիս, ինչ դուք ցանոթանաք եք փաստը։ Օրենքը պիլատարի դա ուրիշ խոսակցություն։ Դա որովից է պահանջում ենք հաստատակողություն։ Դա որովից է ես ու ասել եմ դավաճա, որ մենք անան դատական Մեր համար այդքան բաններ, ելի շատ ծնողների համար շատ բաներ, դեռ խոսեցի ինչպես շվանգարեցի։ Ինքը իրան լկտի ապահովում, փոխանակ դուք իրան ասեք գիտես ինչ, չի կարելի խոսում ու բոլորը խոսում են, մենք էլ չէ հիմա ես ու դու էլ ենք, հա, բայց մենք ավելով բան չենք։ Ինքը իրան տենց իրան մտածում էր, որ ինքը ես իրան իր տեղը ցույց տվեց, բոլորին իրաց տեղացույց եմ տալու, որ վերանով ավելորդ բաց։ Պարոն Սիմոնյան, որովհետև ասենք ես ինչքան հանդիպում եմ ունեցել ամեն ինչ եղել ստի հիման վրա, ու դա հիմնավորում է։ Ձեր մասին չէ, հանդիպումները չէ, Պարոն Սիմոնյան, դուք ասեցիք, պարոն Սիմոնյան, ասեցիք շատ բան է արել, ինչ արել, որ ասում եք վարչապետը շատ բան է։ Ես հիմա երկու դողվելու հանգամանքում ես հիմա երկու ասել։ Ես իրավունք ունեմ հարցնում ես, ես հարցին հիմա չեմ ասել։ Երբ որ տեսնանք երբ հիմա չէ։ Երբ մոտավոր կարող եք մեզ ասել, երբ տանեք, որ ասեք ինչ բավականին հարցին եք դեռ կարող ասեմ։ Ես դեռ 6 ժամ այդ անգամ հանդիպել եմ հետ օգուտ չկա, վանդեխի չասեցի։ Ես չիմացի իմ երեխեքի ոնց ընդ հարցը բացատրել ենք, պատասխան չենք ստացել։ Զոհված զինծառայողի ծնողի եւ ազգային ժողովի նախագահի խոսակցություններ։ Հիմա ասենք բան եք խոսում ազգային ժողովի նախագահի հետ։ Աշխոնը հավեր չի, ասեք նույն ձևի որ ում է թաղում են, ձերները դնում են որ տենան բան չի տանում այս աշխարհից։ Մենակ հոգին համբարձվում է երկին։ Ինչեւ էլ էինք ստելա։ Ես եթե մասլակները մի ուղի։ Ես շատ եմ հարվում բոլորից, դե յոգակի Ինչ էր պատահել։ Ինչա պատահել։ Բոլոր ենք քո, ես քայլում եմ Երևանում։ Մի րոպե։ Հանգիստ։ Քիչ առաջ ուրեմն Բերման են ենթարկում համահայկական ճակատ կուսակցության ղեկավարին Ալեն Սիմոնյանի հայհոյանքից հետո նրան կարգի հրավիրելու փորձելու համար։ Պարոնայք ոստիկաններ հստակ հայհոյեց Ալեն Սիմոնյանը։ Հայհոյանքը լսեցիք դուք։ Հարգելիներս հայհոյանքը լսեցիք պարոն Սիմոնյանի։ Քիչ առաջ Բերման են ենթարկում Արսեն Վարդանյանին, համահայկական ճակատ կուսակցության ղեկավարին։ Այս մարդը ինչ արել, ընդամենը հայհոյանքին է։ Այո, Ալեն Սիմոնյանը ինչ փորձել է վիրավորել։ Մի վարքյան, հա, խնդրում եմ, լրատվամիջոցը, մի վարքյան։ Ինչի Բերման ենթարկեցիք այս մարդուն, Ալեն Սիմոնյանը հայհոյեց։ Ալեն Սիմոնյանը հայհոյեց, ինչ արեց այս մարդը։ Ուր տարավ Վարդանյանը Արսենը։ Համահայկական ճակատ կուսակցության ղեկավարին քիչ առաջ Բերման ենթարկեցիք ինչի համար։ Ուզում ենք իմանալ։ Մի հատ Իմ Հովանին։
Ուրեն արեք։ Մի րոպե։ Ես էլ ապրումներն եմ նեշ չգործել, լսի, ինձ վիրավորի չկա, ով վիրավորի, մա իրա պատասխան Սրանով դուք ցույց կբեցիք, որ որոշ մարդկանց նպատակը ոչ թե ինչ-որ բան իմանալն է, ոչ թե քո ասած բարձր բաներից խոսալն է, այլ բերեց կամերան մի ասեց, ինձ վիրավորեց, որ դա ցույց տա։ Իր նպատակը դա է։ Դու նորմալ մարդ ես ինձ վիրավորեց, որ դարձի քֆուր տվեց, իբա կամերաները մասի չեմ ուզում խոսքնեմ, ինձ կողքով ասում է, ինձ քֆուր տվեց, իրա պատասխանը ստացա, մենք խոսացինք, չէ, դու իրանից վատ տղա չես, ես իրանից վատ տղա չեմ, դա կարիքը չկա, մենք ինչ եք սենց Բայց դուք էլ հայհոյեցիք, պարոն Սիմոնյան, դուք էլ հայհոյեցիք։ Վարսեն Վարդանին ինչի բերման ենթարկեցին այս ոստիկանները։ Դերովա չէ խոսում։ Ես հանդես արենը դիմու մեր խոսակցությունը, մեր մենք հանդիպել ենք շատ անգամ։ Ձերն իրան է դեպր։ Շատ անգամ մենք հանդիպել ենք։ Դուք եկել եք ստե ես արգել եմ միջավայրը։ Հիմա այս արարքը, եթե դուք չդատապարտեք, եթե դուք այս մարդկանց գյամերը չքաշեք, ես երբեք էլ ձեր հետ ոչ խոսել եմ։ Հիմա մի հատ բան ես պաշտպանության նախարարության հետ կամ որևիցե հիմնանքի հետ աշխատել եմ։ Լսի։ Ալկոհոլը օգտագործած ձեռդ իջացան է։ Ճիշտ ասում, ալկոհոլը օգտագործած պետք է բան չանի։ Լսի։ Դուք եկել եք, ես միշտ հարգանից եմ մոտիկացել։ Այդ լակոտը, այդ գյադը, իրան թույլ տվեց, ինքը կրված տվեց։ Լակոտ չի, գյադա չի։ Ինքը իրան թույլ տվեց, ինձ վիրավորել։ Ես դեմը ասա։ Ես իրան ասացի։ Իր դեմը հետևի։ Ագրապչյան չենք ստես ֆորում ուրիշ մեր հարցերից չենք շեղվում։ Լսի։ Այլևս ես որևիցե շփում ձեր հետ չեմ ունում։ Մի րոպե բան ասեմ, մի րոպե։ Ալեն, մի րոպե։ Սահակյան, Վարդանյանին ուր տարան։ Վարդանյանին որ բաժին տարան ու ինչի համար։ Միկանուրա, Միկային գտեք մեկ հասկանանք, ասում եք հայհոյել այն, ես երան եմ հայհոյել։ Առաջինը ինքն է հայոյել։ Ինք, Ալեն Սիմոնյանը, նկարահանված է դա։ Всё, ուրեմն Բանա չեն թողում կամ այդ։ մի րոպե, բայց ասում են, որ առաջինը Ալեն Սիմոնյանն է հայհոյել, հետո նոր Միկան։ Հիմա մենք էդի ուղիղ եթեր կա, կտեսնենք ու շատ ամեն ինչ բարձ կդառնա, նաև կհասկանանք, թե Արսենին տարան Վարդանյան։ Միկա առաջին ով է հայհոյել, կներես, Ալեն Սիմոնյանն ասում է առաջինը դու ես իրան հայհոյել։ Վիդեո մերևում, ես Շատ լավ։ հնարավորինս սադրախել։ Մենք ուղիղ եթերով ունենք նկարած։ Ամբողջը նկարահանվել է, իմ ուղիղ եթերում էլ կա։ Իրա ԱԺ նախագահի հայհոյանքն էլ կա։ Ես իմ ականջներով էլ եմ լսել։ Մենք էլ ենք գնում բաժին։ Ծնողների մոտ գնաց։ Ծնողների մոտ եղեք Միկա ջան, մենք էլ բաժին ենք գնում։ Պինդ կացեք։ Ճիշտ է ասել, որ ասել է Արցախը Հայաստան է, լինելու է։ Ժողովուրդ ջան, կներեք, ես ամբողջ ընթացքում չանջատեցի այս եթերը։ Փաստացի ինչ կատարվեց։ Ալեն Սիմոնյանը մոտեցավ զոհվածների եւ անհետ կորածների հարազատներին, չցանկացավ պատասխանել կարևորագույն հարցերին, ինչպես նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորները տեսանք, որ հերթով դուրս եկան, որից է մեկ այդ ծնողներին կներեք, բայց պետք է ուղիղ ասեմ, բանի տեղ չդրեց, այսպես եւ քիչ անցել դրանից հետո արդեն մեր համահայկական ճակատ շարժման կուսակցության ղեկավարին Արսեն Վարդանյանին չգիտենք ինչի համար ձեռքերը ոլորեցին ու բերման ենթարկեցին։ Փաստացի իմ եթերում ինձ եք նկարում։ Շնորհակալություն։ Փաստացի իմ ուղիղ եթերում երևում է, որ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայհոյել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։
Ես ստացել եմ պատասխան։ Եթերը կա։ Ծնողներն են այստեղ։ Լավ, եթերը կա, նկարահանված ամեն բան կա։ Մենք քիչ անց այդ ամենին արդեն կտեղեկանանք այս պահին։ Մենք մեր ընկերների հետ, շարժման անդամների հետ գնում ենք։ Գնացեք այնտեղ մենք գնանք բաժին։ Դու մնա այնտեղ, հա։ Մոտեցին տեղ։ Լավ, ծնողները քանի որ այստեղ են, զանգով կլնեք տեսնեմ ինչ եղավ։ Կներեք։ Քանի որ ծնողները այստեղ են, ես որոշեցի մնալ ծնողների մոտ։ Մենք նայենք, բայց մենք նայենք, մենք չենք ուզում իմանալ, հաստատ կրիչ։ Բաց մասը ասացին որ տատամավորը Հա, այս 6 տարի են որ եք ուզում ասել։ Ինչ լսելու բան կա։ Քաղաքացիական համազգեստով, քաղաքացիական համազգեստով ախրանա։ Մի ծորված բան չեք ասում, էդ է տելիս։ Այ անմարդաբանն է։ Այսպեսի պատասխան ծնողների հետ։ Ոչ մեկը չենք բարձանում։ Ծնողներ ջան։ Տեսանք։ Այսօր դաժան նորմալ հարցը տալիս ես ասում եք տնիչով Ձեր երեխեքն են գնալու։ Հայի ձեռքով։ Հայ մայրերի ձեռքով։ Ձեր երեխեքն են ուտելու։ Ծնողներ ջան, եկեք գնանք մի ասեք մի րոպե հələ տեսնեմ։ Էսա, չեք խփել էսա։ Ուրա գնում ես ծնողները վարկա։ Այս բանը Մի րոպե կներեք։ Հանգիստ։ Հələ մի վարկա։ Դու ես 6 տարի, դու ես 6 տարի ինչ պիտի անես։ Ոչ հանգստանամ, ես 6 տարի ոչ։ Մի խոսացեք, դու կարող ես խոսալ, այ աննորմա։ Լավ, Կարում ես խոսալ։ մայրիկ ջան, ծնող ջան, խնդրում եմ, մեռնեմ սրտի։ Ո՞վ չկան նախագարը սակունողների այդ։ Մի ասեք, բառ մի ասեք, խնդրում եմ, եկեք գրկեմ ձեզ։ Գրկելու բանը որն է այս 6 տարի է հələ իրա Ես պիտի ֆիքսեմ, կներեք։ Զոհվածի մայրը, նորմալ է, որ այդպես անի։ Դե ուրեմն հարգանքով խնդրում եմ ու պահանջում եմ նաև։ Հաստորեն տղաներ, հարգանքով, տղաներ, խնդրում եմ հարգանքով։ Խնդրում եմ հարգեք մոր էմոցիաները։ Գնա հերու։ Լավ, ոչինչ, մայրա, էմոցիաներ են, մի քիչ իրանց իրավիճակի մեջ մտեք։ Հա, всё։ Իմ պարտքն է ես էլ։ Ինձ մի րոպե։ Առանց քաշքշելու։ Հա, լավ, մի րոպե ես դուրս գամ ստեղից։ Ես լրատվական եմ, մի ոք։ Okay, այստեղ եմ չեմ գնում ուրիշ մի ոչ միտեղ։ Մի քիչ էլ կանգնեք, Ալեն Սիմոնյանը կհասնի արդեն իր նստավայր։ Ո՞վ ջան
Հիշեցնեմ այս պահին բոլոր հետևորդներին, որ քիչ առաջ Ալեն Սիմոնյանը հայհոյանք հնչեցրեց քաղաքացուն, քաղաքացին փոխադարձ հայհոյանք հնչեցրեց, որից հետո մոտեցան մարտական ընկերները գլխավորությամբ Արսեն Վարդանյանի համահայկական ճակատից եւ չգիտենք ինչի համար Արսենին բերման ենթարկեցին, ձեռքերը ոլորեցին տարան եւ հիմա փորձում ենք հասկանալ բաժնից թե որ բաժնում է նա գտնվում։ Այսպես պատ են կապել մեր հարգարժան ոստիկանները, չեն թողում, որ այն կողմում Ալեն Սիմոնյանը, որը ճողոպրում էր դեպի իր ուրեմն հավանաբար աշխատասենյակ, այսպես ցեպ կապեցին ու ծնողներին հրելով, բրդելով եւ տարբեր միջոցներով թույլ չտվեցին մոտենալ եւ իրենց խոսքը ասել Ալեն Սիմոնյանին։